در اون قضیه بزرگنمایی کرده بودن در این قضیه سعی کردن کوچک‌نمایی کنن. Իրանը երբեք ծնկի չի գա Միացյալ Նահանգների առաջ այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը օրեր շարունակված լռությունից հետո։ Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութում Այաթոլլա Ալի Խամենեին պնդել է, թե Իրանը հաղթել է Իսրայելին ու Ամերիկային, եւ որ Ամերիկան միջամտել է պատերազմին միայն այն պատճառով, որ զգացել է հակառակ դեպքում սիոնիստական ռեժիմը լիովին կոչնչացվի։ Վաշինգտոնը ոչ մի օգուտ չի ստացել այս պատերազմից, պնդել է նա, հավելելով Իրանը հաղթանակ տարավ եւ ապտակ հասցրեց Ամերիկայի դեմքին։ هزینه متعرض قطعاً بالایی خواهد بود. Իրանի միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան հարվածները հասել են իրենց նպատակին, այսօր հայտարարել է Պենտագոնի ղեկավարը, միանալով նախագահ Թրամփին, ով քննադատել էր ամերիկյան լրատվամիջոցներին գործողության արդյունքները կասկածի տակ դնելու համար։ Պաշտպանության նախարարությունը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ինչպես է ամերիկյան զենքը հարվածում Ֆորդո լեռան խորքում տեղակայված միջուկային օբյեկտին։ Սպիտակ տան ղեկավարն իր հերթին պնդել է, թե Իրանը ամերիկյան հարձակումից առաջ չի կարողացել տարհանել միջուկային պաշարները, այդ թվում հարստացված ուրանը։ ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին սակայն երեկ չէր բացառել, որ Թեհրանը հարձակումից առաջ իր բարձր հարստացված ուրանի մեծ մասը տեղափոխել է այլ վայր։ Ուկրաինան եւ Ռուսաստանը կրկին գերիներ են փոխանակել։ Նախագահ Զելենսկին հայտնել է, որ հայրենիք են վերադարձել զինված ուժերի ազգային գվարդիայի եւ պետական սահմանապահ ծառայության զինծառայողները, որոնց մեծ մասը գերության մեջ էր 2022-ից։ Ռուս զինծառայողները տեղափոխվել են Բելարուս։ Հունիսի 2-ին Ստամբուլում տեղի ունեցած ուղիղ բանակցությունների ժամանակ կողմերը համաձայնել էին փոխանակել 18-ից 25 տարեկան անձանց, ծանր հիվանդներին, ինչպես նաեւ զոհվածների մարմինները 6000-ը 6000-ի դիմաց բանաձևով։ Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության գագաթնաժողովը, որի օրակարգում են պաշտպանության առաջնահերթությունները, Ամերիկայի հետ առևտրի տարիֆները, Մերձավոր Արևելքն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը, հատկապես էներգետիկ ոլորտում։ Հունգարիան եւ Սլովակիան սակայն հայտարարում են, որ այս պահին պատրաստ չեն աջակցել Կրեմլի դեմ պատժամիջոցներին։ Հունգարիայի վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ Բուդապեշտը կարգելափակի Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների հնարավոր մեկնարկը։ Իսպանիայի վարչապետը հայտարարել է, թե Գազան գտնվում է ցեղասպանության աղետալի իրավիճակում, կոչ անելով Եվրամիությանը կասեցնել Իսրայելի հետ համագործակցության համաձայնագիրը։ Սանչեսը հողում է արել դաշինքում վերջերս հրապարակված մարդու իրավունքների զեկույցին, որն արձանագրել էր, կան նշաններ, որ Իսրայելը խախտում է մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները, այդ թվում Պաղեստինին տրամադրվող մարդասիրական օգնությունն արգելափակելու, խաղաղ բնակչությանը թիրախավորելու, լրագրողների վրա հարձակումների միջոցով։ Եվրամիությունը մինչ օրս պատժամիջոցների 18 փաթեթ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինան ներխուժելու համար, բայց երկակի չափանիշներով ի զորու չի անգամ կասեցնել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը, հայտարարել է Իսպանիայի վարչապետը։ Համաշխարհային տասնյակ աստղեր, այդ թվում Օփրա Ուինֆրին եւ նորաձևության դիզայներ Դոմենիկո Դոլչեն ժամանել են Վենետիկ, Ամազոնի հիմնադիր միլիարդատեր Ջեֆ Բեզոսի եւ լրագրող Լորենս Սանչեսի հարսանիքին մասնակցելու։ Շքեղ տոնակատարությունները կսկսվեն այսօր երեկոյան եւ կշարունակվեն 3 օր։ Մինչ այդ ակտիվիստներից մեկը բողոքի ակցիա է անցկացրել հանրահայտ Սուրբ Մարկոսի հրապարակում, սյուներից մեկի վրա պարզելով պաստառ 1%-ը կործանում է աշխարհը գրությամբ։ Ավելի վաղ էլ այլոք էին ցույցեր կազմակերպել, բողոքելով, թե առաջիկա 3 օրերին գոնդոլաների եւ պալատների քաղաքը դառնալու է հարուստների համար նախատեսված մասնավոր զվարճատեղի։